Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլկերսոն, օր դեկտեմբերի 13։ Պահեք ձեզ Աստծո սիրո մեջ։ Շատ տարիներ առաջ Աստված իմ սրտում դրեց Լոնգ Այլենդում տղաների համար տուն հիմնելու գաղափարը։ Ես իսկապես զգում էի, որ Տերն էր կանգնած այս աշխատանքի ետևում, սակայն ընդամենը 18 ամիս անց պետական պաշտոնյաները այնքան խիստ սահմանափակումներ դրեցին տան գործունեության վրա, որ մենք այլ ընտրանք չունեինք, քան այն փակելը։ Մենք բաց լինելու կարճ ժամանակահատվածում 4 տղա էինք ընդունել։ Դժբախտաբար փակվելուց հետո ես կորցրեցի նրանց հետ մեր կապը։ Միշտ մտածել եմ, որ այս նախագիծը բոլոր ժամանակների ամենամեծ ձախողումներից մեկն էր։ 3 տասնամյակից ավելի ես մտածում էի, թե ինչու Աստված թույլ տվեց մեզ սկսել այդ գաղափարը։ Վերջերս նամակ ստացա Քլիֆորդ անունով մի մարդուց։ Նա պատմեց հետևյալ պատմությունը. Եղբայր Դեյվիդ, ես 4 տղաներից մեկն էի, որոնց ուղարկեցին Լոնգ Այլենդի մի տուն։ Ձեր հոգատար ավագները շատ սիրալի եւ բարի էին։ Նրանք մեզ սովորեցրեցին Աստվածաշունչը եւ տարան եկեղեցի։ Մի օր նրանք մեզ տարան մի եկեղեցի, որտեղ վրանի տակ ավետարանչական հանդիպում էին անցկացնում։ Ես այնքան դառնացած եւ հուսահատված էի, որ համառորեն հրաժարվում էի նրանց հետ գնալ, բայց երբ գնացի, հենց այնտեղ վրանի տակ Սուրբ Հոգին սկսեց գործել իմ սրտում։ Ես լսեցի, թե ինչպես քարոզիչն ասաց. Հիսուսը սիրում է քեզ։ Այդ բոլոր տարիները, որոնք լի էին ցավով, շփոթմունքով եւ անհուսությամբ, ջրի երես դուրս եկան։ Ես ծնկի իջա եւ աղոթեցի։ Դա 35 տարի առաջ էր։ Հիմա Աստված ինձ կանչել է քարոզչության եւ առաջնորդում է լիաժամ ծառայության։ Այս շնորհակալությունը իմ մեջ աճում է այս ամբողջ ընթացքում։ Ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր հոգատարության համար։ Ես ճանաչեցի, թե ինչ է Աստծո սերը։ Այս տղայի նամակը ինձ համար ապացույց է, որ Քրիստոսի համար մեր արած ամեն ինչ ապարդյուն չէ։ Անկախ նրանից, թե սատանան ինչ էր փորձում ինձ ասել, գիտեմ, որ տղաների տունը ձախողում չէր, քանի որ մի կորած, շփոթված, հրեա տղա ճանաչեց Աստծո սիրո իմաստը։